Մենք ստիպված ենք փաստելու եւ դա ակնհայտ էր, որ Սրբազանի կալանավորումը իրավական գործընթաց չէր։ Պարզապես դատավարության իմիտացիա էր, ձևական առումով ապահովեց։ Բովանդակությունը 0 եւ սրանք չափազանցված խոսքեր չեն, հիմա ճավել առարկայական կասել։ Առաջին հանգամանքը բոլոր փաստաբաններն փաստեն, որ նույնիսկ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով կալանավորման հիմքերը ոչ միշտ է բոլորը, մեկն են, երկուսն են, հաստատված, ստեղ բոլորը կա։ Իրական դատավարության օրենսգիրքը ինչ հնարավոր բան նախատեսում է, բոլորը գրված է։ Եվ ասել անհիմն են, դա նշանակում է ոչինչ չասել։ Տեղ-տեղ նույնիսկ անդրամաբանական են ու անիմաստ։ Հիմա ես ձեզ օրինակի վրա ցույց կտամ, ինքներդ կհամոզվեք։ Տեսեք, կարճ որ ասեմ, կալանավոր խափանմիջոցը ընդհանրապես ինչ են կիրառում։ Ինքը վարույթի անվտանգության ապահովման մասին է։ Այսինքն, որպեսզի վարույթը ակետից գնա բկետ, սահում առանց խոչընդոտների, առանց խանգարումների, առանց ապօրինի միջամտությունների էսկոմենքում, որպեսզի պետությունները հնարավորություն ունենա արագ պատշաճ բացահայտել հանցանքը եւ համապատասխան ընթացակարգերը գնան առաջ։ Հիմա մեր մոտ ինչ առանձնահատկություն ունեն։ Մեր ճակերտավոր ասած հանցանքը վաղուց բացահայտված է, տեսաձայնագրված է իր բոլոր դետալներով, ամեն ինչով, վաղուց տեղադրված է համացանցում, բոլոր լրատվական միջոցներում եւ այլն եւ այլն։ Այսինքն սա այն հանցանքն է, որը կառուցված է խոսքի բովանդակության վրա, որը չի պահանջում լրացուցիչ ինչ-որ ջանք, ապացույց, փաստ, որովհետեւ ապացուցենք որևէ դետալ եւ այլն, որ puzzle-ը հավաքելու։ Այսինքն վաղուց այն ինչի համար վարույթ կա, այն ինչի համար տեղափոխանջոցը լինի, բացահայտված կա, ընդհանրապես անհրաժեշտ է այդ տեքստին տալ իրավական գնահատական։ Հիմա այստեղ հարց, այսինքն քննությունը բովանդակային առումով չդետալացնենք այն տեխնիկական ընթացակարգային բաները, բովանդակային առումով բացահայտված է քննությունը կատարված է։ Հետևաբար քննությունն ապահովելու անհրաժեշտություն արդեն չկա, սա աբսուրդ է։ Սա մեր հիմա ավելի առարկայական է։ Հիմա մարդուն ասում են կալանավոր եք, որովհետև խոչընդոտի, որ մենք բացահայտենք այս հանցանքը, ավելին խոչընդոտել ուսում եկնել վկաներ, անձանց վրա ազդել եւ այլն եւ այլն։ Հիմա ձեզ եմ հարցնում, եկեք պարզ տրամբանական վարժություն անենք, համարենք ուզում եմ ազդեմ, դա ինչ ցույցում տա, ասեք չի եղել այս բան, ասեք տես բաներ չի ասել Սրբազանը, այդ սախսութա, ինչ ասեք էլի, հասկանում եք, որ իրոք տրամբանական չի, անիմաստ է նույնիսկ ազդել, ներազդել, բայց մենք այս հարցերը լուրջ դեմքով քննարկել ենք։ Ում վրա պիտի ազդենք չգիտենք, ինչպես պիտի ազդենք չգիտենք, ինչու պիտի ազդենք չգիտենք, բայց կալանավոր է ազդել։ Սրա համար եմ ասում, որ նույնիսկ անիմաստ է։ Մեր արդարադատությունը այս առումով ցավոք, բայց ֆանտաստիկ նահանջ է գնացել։ Մենք այս հարցերն իրոք քննարկել ենք։ Դրա համար եմ ասում, կամ թաքնվել բանը, հանցանք կատարել, հանցանք կանխել։ Տեսեք, այս հանցանքը իր առանձնահատկությամբ էլի խոսքի վրա է կառուցվել։ Լուրջ դեմքով կարծում եք, որ եթե մարդուն տարանք բան չի կարող խոսի։ Ասենք այդ նախադասությունը ընդից չի կարող արտաբերել։ Այ սենց լուրջ դեմքով քննարկել։ Սա է կալանքի հիմքը։ Հիմա սրանց ասենք անհիմն է։ Թե ասենք անիմաստ, անտրամբանական։ Ապահովում ենք մի բան բացահայտելու համար, որը այս տարիքեսը առնվազն բացահայտված է, գնահատված է, դրած է։ Հիմա որ առիթ ունենանք հարցրեք, ինչ քննություն եք անում, ինչ է հայտնաբերում, բացահայտում, ապացուցում։ Ես կարճ կլինեմ մեծ հաշվով, ես հույս եմ հայտնում, որ սա չի մնալու իհարկե սենց, եւ այս հարցերին մենք կհասնենք։